Տոնը պետքա տոնես։ Հա։ Դրա համար պետք չի ծոմապահություն վերցնես, որ տոնես։ Էդի չուտելով դու հոգեպես ավել ես աճելու կամ ազատագրվելու ես։ Որ ծնողն է ուրախանում, երբ որ իր երեխան սոված է, կամ թերի է սնվում։ Մարդ ինքն է պետք է հասկանա մի բան, որ անում է, Աստծուն հաճոյանալու համար։ Հաճոյացավ Աստված։ Դա այն էր, ինչ որ Աստված ուզում էր։ Ինքը ծոմապահությունը տեղով, դա հոգևոր վիճակի որ հա։ դու կատարես, դա միջոց ասում։ Ու շատ ուժեղ միջոց է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր եթերում հարցեր հաղորդաշարն է։ Այսօր մենք խոսենք ծոմի եւ ծոմապահության մասին Հովև Արտուրի հետ։ Հարց, որը մեր կարծիքով կհետաքրքրում է շատերին։ Հովև Արտուր, իմ առաջին հարցը հետեւյալն է. ինչ է ծոմը, հավատքի կենթանի արտահայտություն, թե պարզապես կրոնական ինչ-որ ծիսակատարություն է դա։ Չէ, դե զուտ ուղակի տենց կրոնական ծիսակատարությունը ըստ իս անիմաստ բան է։ Դա միջոց է։ Ինչպես աղոթքը, այնպես էլ ծոմապահությունը դա միջոց են Աստծուն մոտենալու, Աստծո կամքը իմանալու, մաքրվելու, ազատագրվելու ու նման շատ բաներ անելու համար։ Ինչպես պետք է մարդը սկսի ծոմ պահել։ Սա անձնական որոշում է, թե պետք է սպասի եկեղեցուն, եկեղեցին կազմակերպի, թե մարդը ինքը կարող է ինքը որոշի, ինքը իր համար կազմակերպի կոպիտ ասած։ Այո, համեն։ Այսինքն եկեղեցին էլ է ունենում ընդհանուր ծոմապահության օրեր, բայց անձնական մարդը ինքն էլ հաստատ կարա իր համար, իր ծառայության համար, իր հոգևոր կյանքը ճիշտ ուղու վրա դնելու համար ծոմապահություն վերցնի։ Սա երկուսը զուգահեռ կարան լինեն, պարտադիր չի, որ ինքը սպասի, որ եկեղեցում լինի, նոր ինքը վերցնի, հաստատ չէ։ Բայց խոսքը չի գնում, ասենք հարության տոնից առաջ 40 օր, ասենք, չգիտեմ, էս անել, են անել, դրա մասին չի խոսքը։ Եկեղեցին իհարկե դա էլ է, ասենք, ծոմապահություն է, բայց պետքա նպատակ լինի, իմաստ լինի, այլ ոչ թե դառնա ավանդություն կամ ասենք այն նպատակի հետ կապված, ասենք, նշեցիր հարության տոնից առաջ 40 օր ծոմապահությունը։ Ասենք, եթե շատ շատերը պահում են, ասած սա իրականությունն է այսօրվա, բայց այ հենց կարևոր չի, որ մարդը շեշտ դնի, թե որն է իր այդ 40 օր ծոմապահության նպատակը մինչև հարության տոնը։ Դե իհարկե, ասենք դա միջոց է, որ ինչ անես, այդ միջոցը դու օգտագործում ես, որ ինչին հասնես։ Մի բան անելու համար անիմաստ բան է։ Դե ասում եմ, որովհետև մարդը ասենք պատճառը բերում, որ թե որովհետև Սուրբ Զատիկն է արժևում, պատրաստվում եմ Զատիկին եւ այլ այդ պատրաստությունը ես կուզենայի մի հատ ընդգծեինք, այդ պատրաստությունը ասել ինչա, մարդը ավելի ծոմապահության մեջ մտնելով խորանա հասկանալու Տիրոջ գործը, հա, Տիրոջ այդ փրկչական գործը մեր կյանքում, թե ուղղակի սա մի բան է, որ պետք է պահել, որովհետև ամենայն հավանականությամբ խոսքը գնում է նրա մասին, ասենք ավանդական եկեղեցին ոնց է դա անում, այլ անողների մեծ մասը ասկի Հիսուսեցկի կապել չունեն, ասենք հավատքից մի քիչ հեռու մարդիկ են։ Հավատքից հեռու մարդ ասելով նկատի ունեմ կենթանի հարաբերություն չունեն Աստծո հետ, ասենց ընդհանուր ոնց որ քրիստոնյա։ Մենք մեր եկեղեցում երբևիցե մենք չենք պահել ոչ միայն 40 օր հարության տոնից առաջ, այլ ինչ որ տոնի հետ կապված որևէ մենք ծոմապահություն ընդհանուր եկեղեցական չենք պահել։ Մենք եթե եկեղեցում պահում ենք ընդհանուր եկեղեցով ծոմապահություն ենք հայտարարում, նպատակներ ենք դնում։ Օրինակ մի պահ մարդիկ մենք ամբողջ եկեղեցով կանգ առնենք մեր այդ ընթացքից հասկանանք ուր ենք գնում, որն է Աստծո կամքը, ինչի համար ենք մենք դա անում։ Ասենք եթե մի քանի նպատակներ կա,
ու նաև ընդհանուր եկեղեցով ծոմապահությունը կարող ունենա նաև ուրիշ նպատակներ, բայց ոչ թե տոնից առաջ ինչ-որ տոնը պետքա տոնես։ Հա։ Դրա համար պետք չի ծոմապահություն վերցնես, որ տոնես։ Հմ, Հարության տոնը դա ուրախության տոն է, դա ազատագրման տոն է, դա հարության տոն է, դա ավետիս է, դա ուրախալի լուր է։ Մենք ցնծում ենք, այդ օրը մեր ամենակարևոր տոնն է, այո։ դրա համար պետք չի դու ծոմ պահես, որ դրան ըստ իս դա մի քիչ անիմաստ բան է, դա ավելի շատ ավանդույթ է։ Բայց նաև մարդը կարող առանձին իր հոգևոր ընթացքի համար այդ միջոցը օգտագործի։ Բուդա շատ լավ բան է։ Իմ հասկանալու նույնիսկ եթե մարդը ուզում է լա հարության տոնից առաջ ծոմ պահի, կամ լինում է, եթե չեմ սխալվում, Սուրբ Ծննդից առաջ էլ են մարդիկ պահում, իմ կարծիքով, եթե նպատակ է դնում մարդը խորասուզվի Աստծո խոսքի մեջ, հասկանալու, քաղելու, ավելի լցվելու այդ հոգևոր բաները, սա ողջունելի է իմ կարծիքով։ Եթե մարդը այդ նպատակն է դրել։ Այո, պետքա նպատակը հստակ լինի։ Այսինքն աննպատակ չլինի։ Այդ միջոցը օգտագործվում է, որպեսզի Աստծուն մոտենաս, Աստծո կամքը իմանաս ու կատարես։ Քո հոգևոր կյանքում բեկումնային բան լինի։ Այսինքն մի որոշակի նպատակ է պետք։ Թե չէ ուղղակի պահելու համար, որտեղ բոլորն են պահում, մարդը դա անելով նես չի, որ մեծ մեղք է գործելու։ Իհարկե ոչ, բայց աննպատակ է դառնում։ Սա է իմաստը։ Այսինքն նպատակ է պետք։ Սա ամենակարևորը չի, սա։ Ոչ։ Լավ, իմիջ հաջորդ հարցը իմ ինչու է ծոմը հաճախ կապվում տխրության, սգի կամ զրկանքի գաղափարի հետ։ Ըստ իս իմ մոտ է ձև չի, բայց ըստ իս քանի որ դու դա պահք է, այսինքն դու քեզ պահում ես որոշակի սննդամթերքներից, ասենք միշտ չես ուտում կամ ասենք, չգիտեմ, ընդհանրապես հաշ չես ուտում, մենակ հեղուկ ես խմում, օրինակ եմ ասում։ Ու նաև հիմա շատ արդի է նաև ծոմապահության ժամանակ, ասենք որևէ կոմպյուտեր, որևէ ասենք ինտերնետ չօգտագործել, սենց ընդհանուր սենց մի հատ ֆոկուսը կամ ասենք քո ուշադրությունը դարձնել աղոթքին ու Աստծո կամքը փնտրելուն։ Դրա ինստինկտ, դրա հետ է կապված, որ դու քեզ զրկում ես շատ բաներից, այդ զրկանքը, այդ բայց որ դա տխուր օրեր է, սուք է, իհարկե ոչ, ես դրա հետ համաձայն չեմ։ Մարդիկ նույնիսկ չմոռանանք, որ դա մարդը ինքը իր ցանկությամբ է դրան գնում։ Եթե մարդը իր ցանկությամբ չի գնում դրան, դա կլինի տենց, ու դա անիմաստ է։ Այսինքն նման ընկալումը ծոմի, սա սխալ ընկալում է։ Այո։ Լավ, ծոմապահությունը կապված է սննդի քանակի հետ կամ կերակրի տեսակի ընտրության, ինչ եմ ուտում, ինչ չեմ ուտում, այս հարցերը։ Ծոմապահության իմաստը հիմնականում որ պահում ես քեզ որոշակի սննդամթերքից, իմաստը քո ուշադրությունը սևեռելն է կոնկրետ մի բանի վրա, որ քեզ շատ չխանգարի, շատ չբանանի։ Օրինակ, եթե մարդը հենց այտենց էլ քիչ միս է ուտում կամ համարյա չի ուտում, օրինակ եմ ասում, նա այդ տիպահի ծոմապահություն ինչի համար։ Օրինակ ես կոֆե չեմ խմում։ Ես ասեմ ծոմ եմ պահում, որ կոֆե չխմեմ։ Դա անիմաստ բան է։ Այսինքն անենց բան ես վերցնում ծոմապահության ժամանակ, ես ոնց հասկանում եմ, ոչ թե այստեղ միսն ու ձուկն ու հացը կամ ոչ հացը դա է դեր խաղում, այլ շատ չզբաղվես սնունդով։ Օրինակ վատ չի նաև ծոմ պահես հասարակ հաց ուտելով։ Այսինքն այդ եկեք մի պահ մտովի եթանք մի 2000 տարի առաջ։ Ասենք առաջի դար։ Որ ասում են միս չեն կերել։ Այդ ոնց էին պատկերացնում այդ միսը։ Ասենք այն ժամանակ սուպերմարկետներ չի եղել, որ ուպակով ասենք միսը գնան առնեն, բերեն տունը ժարի տանեն ուտեն։ Էդի կամ դեթա սպանդանոցում ոնց որ գրած է առնես, սարքես, էդի վերջը, էդի ժամանակա։
ու նման շատ բաներ, բայց կարելի է անենց բանով սնվել, ուղղակի սնունդ ինչ որ մի բան ուղղակի ընդունել, ուղղակի սնունդ, որ դրա վրա ժամանակ չթա։ Ըստ իս դա է իմաստը, ավելի քան կոնկրետ հենց օրինակ միս պիտի չուտես, բայց ձուկ պիտի ուտես կամ չգիտեմ ինչ ուտես։ Ձուկը մաքրելու համար էլ է ժամանակ պետք։ Այո, էտի որևէ ես չեմ տեսնում ավետարանում կամ ամբողջ Աստվածաշնչում կոնկրետ ասենք այդ ձևի շեշտադրություն, որ այո, միմիայն սա է, որովհետև էտի չուտելով դու հոգեպես ավելի ես աճելու կամ ազատագրվելու ես։ Կամ սենց մի թյուր հասկացություն էլ կա, մարդը մտածում է, որ չուտելով կամ այդ, հա, պահքի մեջ մտնելով ինքը չոր հաճեցնում է Աստծուն, ավելի հաճելի է լինում Աստծուն։ Կա սենց կոմպոնենտ։ Ոչ, բացարձակ չկա։ Աստված հաճույք չի զգում, եթե մենք սոված մնանք։ Դա աբսուրդ է։ Որ ծնողն է ուրախանում, երբ որ իր երեխան սոված է, կամ թերի է սնվում։ Էս ինչ։ Սա Բա ինչի է օրինակ Աստվածաշունչը, հա, որոշ տեղերում այսպես ասած հրավեր կանում ծոմի մեջ մտնելու, ծոմապահության։ Ահա, հրավեր կանում ծոմի մեջ մտնելու կամ օրինակ 5 տականում Եսայի մարգարեության մեջ ասում է 58-րդ գլուխն է կարծում։ Ասում է, այ որ ծոմն է, որ ես կուզենայի։ Հա։ Ունդեղ բացատրում է իմաստը, նպատակը ծոմ պահելու։ Նպատակը ոչ թե որ դու թերի սնվես ու Աստված ուրախանա, կամ դու քեզ լավ զգաս, որ կարացար այդքան օրը դիմանաս։ Իհարկե ոչ, դա չի նպատակը։ Նպատակը նշվում այնտեղ, որ Աստծուն ավելի մոտենաս, որ Աստծո կամքը կատարես, որ սովածին կերակրես, որ ազատագրվես։ Այնպես չէ՞ դու ծոմ պահես, նրա վրա գոռաս, նրա վրա ջղայնանաս, նրա հետ կռվես։ Այսինքն նպատակ կա, այլ ոչ թե թերի սնվես, որ Աստված ուրախանա։ Դա սխալ կոնցեպտ է ընդհանրապես։ Որոշ մարդիկ նույնիսկ ասենք ունեն կախվածություններ եւ այլն ծոմի ժամանակ այսպես ասած մի կողմ են դնում այդ կախվածությունը, իմիջայլոց կարողանում են կողք դնել, ծոմապահությունից հետո նորից սկսում են շարունակել, շարունակում են, այսինքն դե դա այն ծոմը չի, որ Աստված է ուզում։ Մարդը ինքն է պետք է հասկանա մի բան, որ անում է Աստծուն հաճոյանալու համար։ Հաճոյացավ Աստված։ Դա այն էր, ինչ որ Աստված ուզում էր։ Եթե ոչ, այլն չես անում, ավելավա չանես։ Սենց վերցնենք, այսինքն ես սենց եմ հասկանում, եթե մարդը ասենք ծոմապահության մեջ է մտնում ու ենթադրենք 10 օր, 40 օր կապ չունի քանի օր, ու այդ ընթացքում ինքը իրան զսպում է ինչ որ բաներից, նույնիսկ ասենք վարվելակերպի մեջ է իր ավելի խոնարհ ալնում, ավելի զուսպ լինում, թե բարկանալու մեջ, թե մնացածի մեջ, բայց այդ օրերը վերջանում են եւ շարունակությունը։ Դե իմ կարծիքով այստեղ շարունակությունն ավելի կարևոր, ոչ թե քան թե այդ օրերի մեջ ինչ որ բան անելը։ Այո, եթե ծոմապահությունը մարդ վերցնում, որպեսի ավելի ժուշկալ լինի, որպեսի ավելի, չնայած ժուշկալությունը այն բոլոր հոգու պտուղը, որ թվարկած է, դա ավելի Սուրբ Հոգու հետ աշխատելու արդյունք է։ Հա։ Այդ պտուղն է Սուրբ Հոգու հետ լսել, հնազանդվել, ավելի դրա հետ կապված է, քան ծոմապահության հետ կապված։ Բայց օրինակ մարդը իրոք բաներ կա իր կյանքում ոչ ճիշտ, ծոմապահում աղոթքով, որ մոտենա Աստծուն, սա վատ բան չի, սա լավ բան է, ու դրա նպատակը պետք է լինի, որ ինքը փոխվի, այլ ոչ թե այդ օրերը միմիայն այդ օրերը աշխատի չանի դա, նրանց հետո էլի անի։ Սա փոփոխություն չի։ Այսինքն նպատակից ելնելով այդ ամեն ինչը գալիս։ Եթե մարդը տես նպատակ է դրել, իհարկե այդ օրերն էլ բան չէ, բայց իր նպատակը ոչ թե այդ օրերը չանի, այլ այդ օրերը իր կոնցենտրացիան դնի աղոթքով, Աստծուն մոտենալով, Աստծո խոսք կարդալով, ինչ անեմ Աստված ջան, օգնի ինձ այդտեղ գալով, որ Աստված իրան ազատագրի ընդհանրապես։ Հա։ Էս է նպատակը։ Կարող է գոյություն ունենալ սխալ կամ անընդունելի ծոմապահություն։ Դա մասամբ մենք ասեցինք, եթե մարդը աննպատակ ծոմապահում կամ ծոմապահում, որպեսզի օրինակ շատ եմ ես լսել,
հա, ծոմ պահենք, համ էլ կնիհարենք, Հա, ծոմ պահենք, համ էլ մի քիչ առողջ բան անենք, էդի լավ էլ ասում են մասնագետները, որ ասենք, չգիտեմ, տարին մի երկու անգամ եթե մի օր երկու օր հաշ չուտես, մի հատ մաքրվում է օրգանիզմը, նման փիլիսոփայական շատ բաներ կա, կոնցեպտներ կա, որ ծոմապահության հետ որևէ կապ չունի, այսինքն մենք պիտի չկապենք, միքս չանենք աշխարհիկ ինչ-որ փիլիսոփայությունները Աստծո կոնցեպտի հետ ու սենց փորձենք կամ առողջապահական հարցերը, չէ, իհարկե ոչ, կամ ֆինանսապես բանը, ասում է հետա ձեռի հետ էլ ծոմ պահենք, տեղով էլ քիչ գումար ունենք, հենա մի հատ վերմիշելով կամ էսի անընդունելի կամ Աստծո կողմից անիմաստ ծոմապահություն է, սխալ ծոմապահությունը, երբ որ մարդը սխալ ծոմապահություններից մեկն եմ ես ասում, էլի կլինեն սխալ, որ մարդը ծոմապահության ժամանակ կնոջ հետ է կռվում, երեխեքի հետ է վիճում, որ ինչ է խանգարում ես ծոմապահության մեջ եմ, սա շատ լուրջ է բան, այսինքն հենց Աստվածաշնչում էլ է թվարկած բաներ, որ Աստծուն դա տհաճ բաներ է, դա սխալ ծոմապահություն է, դա չի նպատակը, այո, ու նաև օրինակ, եթե աշխարհիկ մարդը ծոմ է պահում, որ ոչ մի կապ չունի Աստծո հետ, այսինքն Աստծո հետ չի ապրում, ում համար է պահում ինքը ծոմ, ես հանդիպել եմ տես մարդկանց, որ ասում եմ ես էլ եմ պահքի մեջ կամ ծոմի մեջ, նա ոչ ինքը եկեղեցի է գնում, ոչ ինչ կա գործ ունես այդ բնակավարի հետ, իր կյանքը չի Աստծո խոսքի տակ չի դրել, էսի լրիվ անիմաստ սխալ ծոմապահություններն են տան։ Մատթեոսի ավետարանի 17-րդ գլխի 21-րդ խոսքում կա հետևյալ բառերը. ոչ այլ կերպ, եթե ոչ աղոթքով եւ ծոմով, եւ աշակերտները, երբ որ աշակերտները հարցնում ինչու մենք չկարողացանք անել դեպին, ինչպես պետք է հասկանալ սա, ծոմը աղոթքից առանձին գործիք է, թե այն ուժեղացնում է, զորացնում է աղոթքը, սա միասին է գործում, այո, ոնց պետք է։ Միասին են, ծոմապահությունը եւ աղոթքի մեջ պարապելը, դրա մեջ գնալը շատ կարևոր է, իրար հետ շատ ամուր, շատ ուժեղ գործիք է, այսի շատ ուժեղ միջոց է։ Այդտեղ խոսքը գնում է միջնորդական աղոթքի մասին, երբ որ չկարացին այդ դևերը հանային, իրանք լավա որ ծոմապահություն էլ վերցնեին, այսինքն իրանց ուշադրությունը սևեռեն կոնկրետ բանի վրա, որպեսզի Աստծուցել հայտնություն ստանան կամ Աստծուցել զորություն ստանան ոնց դա անեն։ Սա մասին է խոսքը։ Կամ օրինակ Գործ առաքելոց գրքի մեջ գրած է, երբ որ միսիոներական ճամփորդությունից առաջ իրանք ծոմ պահեցին, դա ով պետքա լինի։ Ոնց անենք Տեր Աստված դու ցույց տուր։ Սա կարևոր միջոցներ են, իհարկե։ Սա նպատակով, նպատակաուղղված ու Աստված արդեն իհարկե համապատասխան խոսք է ուղարկում կամ ուղղություն է տալիս, արդեն եկեղեցին գիտի ինչ անի։ Դա շատ կարևոր լուրջ միջոցներ են։ Ամենայն դեպս մարդը ծոմապահությանը պետք է նայի որպես միջոցի, ոչ թե որպես արդյունքի։ Այո, դա միջոց է, դա արդյունք չի։ Արդյունքը իր հոգևոր կյանքը լավ հունի վրա գցելը, արդյունքը, երբ որ ինքը ազատագրվում է, արդյունքը, երբ որ ինքը սիրով ողորմությամբ լցված մարդկանց օգնում է, ծառայում է, արդյունքը, երբ որ Աստծո կամքը կատարում է, սրանք են արդյունքները։ Բայց ինքը ծոմապահությունը տեղով դա հոգևոր վիճակի որ դու կատարես, դա միջոց է զուտ։ Ու շատ ուժեղ միջոց է, շատ լավ միջոց է։ Ծոմապահության ընթացքում առավել կարևոր է մարդու ներքին վիճակը, թե նաև արտաքին վարքն ու վերաբերմունքը։ Դե ներքին վիճակից հա կախված ամեն ինչ։ Մեր Տերը ասեց ներսը դե դզես, դուրսն էլ դուրս կլինի կամ ճիշտ կլինի, բայց նաև արտաքինը։ Էլ եմ ասում, ես արդեն ասացի, եթե ծոմապահության մեջ ես, մեկը մի բան ասում, ներվայնանում ես, կոպտում ես, որևէ անիմաստ բան Այստեղ ուղղակի բան հիշեցի, մեկն ասում է, երբ որ ես սոված եմ լինում, ագրեսիվ եմ լինում,
Բարկանում։ Այդ նման մարդը ոնց ծոմապահություն։ Հա, ես տեղ մի բան ասեմ շատ կարևոր, օրինակ իմ մոտ, դա բոլորի մոտ չի միգուցե, երբ որ ես սոված եմ լինում, իմ գլուխն է ցավում։ Ես ստամոքսից չեմ զգում, որ ես սոված եմ, իմ գլուխն է սկսում ցավել։ Հա։ Էլի կան տես մարդիկ, իմ նման տես ոչ նո։ Վերջը։ Բայց երբ որ ես ծոմ եմ պահում, չկա այդ ձև բան։ Ես հələ չեմ հիշում, որ իմ գլուխը սկսի ցավել։ Միգուցե որտեվ ես աղոթներով, միգուցե որտեվ դա այն սովածությունը չի, ոնց որ մեր ստամոքսի համար նույնն է։ Սրուն չկա, բայց քո որպես օրգանիզմ, քո որպես անձնապես կամ հոգեպես վիճակը ուրիշ է, տարբեր են դրանք, տարբեր բաներ են։ Համենայն դեպս ես էդի տարիներ ես էդի զգացել եմ, նույնն այդ մարդու մասին կասեմ։ Օրինակ եթե մարդը սոված է ու ագրեսիվ է, նախ պետք է լտից ապաշխարի այդ մարդը, որ ագրեսիվ պետք է չլինի, ագրեսիվ որևէ տեսակ ագրեսիան դա շատ նեգատիվ մեղսալի վիճակ է դա։ Մեղք, դա մեղք է, որտեվ ինքը կոպտելու է մարդկանց։ Բայց տրամադրություն չունենալ, բայց ասենք թույլ վիճակ եւ այլն, ծոմապահությունը հաստատ ես վստահ եմ ուրիշ ձև լինելու այդ մարդու մոտ, եթե ինքը լուրջ վերաբերվի դրան։ Դա ուրիշ ձև է, քան սովորական սոված լինելը։ Ժամանակների ժամանակահատվածի վերաբերյալ այ մարդը պետք է նախապես որոշակի ժամանակահատված խոստանա Աստծուն, որ այսքան ժամանակ ես Տեր Աստված ես ծոմի մեջ պիտի լինեմ, թե կարող է ցանկացած պահի ավարտել իր ծոմը, այս պահը ոնց է։ Կարա տարբեր լինի, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, իհարկե իմ հետևությունը այսքան տարվա մեջ, ասենք, իհարկե շատ չի, բայց այսքան տարվա մեջ, որ Աստծո խոսքը սերտել եմ, ասենք, պրակտիկայում եւ այլն, կարա տարբեր լինի։ Ասենք, եթե իմ նպատակն է Աստծո երեսը փնտրեմ, որ Աստծուց խոսք ստանամ, ուղղություն ստանամ, օրինակ ես դնեմ դա 5 օր, նախորդ ասեմ 5 օր, ու հաջորդ օրը Աստված բաց ինձի։ Այն մնացած 4 օրը ես ինչով զբաղվեմ։ Էսի մի բան է։ Բայց նաև կա էդ էլ վատ չի, երբ որ մենք վերցնում ենք մի շաբաթ կամ վերցնում ենք 3 օր ու Աստծո երեսն ենք փնտրում որոշակի հայտնություններ ստանալով, որոշակի ասենք, որտեվ հայտնությունը ստացար, բայց Աստված էլի բան կարա բացի, կարա մի քիչ տարբեր լինի։ Բայց հաստատ չեմ բացառում, երբ որ մարդը վերցնում է ծոմապահություն, օրինակ լինում է, չէ՞, մենք գնում ենք աղոթքի, ասում ենք աղոթելու եմ մինչև պատասխան ստանամ։ Մենք չգիտենք այդ ինչքան է տևելու, կարող է դա տևի 3 օր, կարող է 5 օր, կարող է մի ամիս, կարող է մի տարի, կարող է 10 րոպե։ Եղել է դեպքեր, երբ որ շատ կրիտիկական պահ եղել եկեղեցում, շատ ասենք ես աղոթել եմ 10 րոպեում Աստված պատասխանել է։ Եկեղեցում կան էլի տենց շատ կարևոր հարցեր, ես տարիներով աղոթում եմ, հələ պատասխան չկա։ Ուզում ասեմ, դրանք մի քիչ կարան տարբեր լինեն, ըստ այդմ էլ ծոմապահությունը կարա մի քիչ տարբեր լինի։ Մարդը կարա ծոմապահություն վերցնի առանց վերջնակետը ֆիքսելու։ Չեմ կարծում դա Աստծո կողմից կդիտվի որպես մեղք։ Ինձ թվում աստեղ կա մի քիչ ազատություն մարդու համար, որ ինքը որոշի ինքը ինչ է անում, ինչի համար է անում։ Եթե նույնիսկ ինքը մի բան սխալ անի, ինքը կհասկանա, որ դա սխալ է, մյուս անգամ ինքը ավելի ճիշտ կանի։ Բայց եթե մենք ասենք ոչ, դու պիտի ֆիքսես, որորն է սկսում, որորն է վերջանում, այդտեղ կարա նաև այդտեղ սխալ պահերի գա, այդ էլ կարա լինի։ Դրա համար այսինքն մարդը ավելի նայի այն նպատակին ինչի համար նախ այն նպատակին ինչի համար որ ինքը մտել էր ծոմապահության մեջ։ Այո։ Երկրորդը, ասենք, իհարկե էլի տվող Աստված, էլի առաջնորդող Աստված է, բացող Աստված է, եթե մարդը ուղակի Աստծո հետ մտերմության մեջ մտնելու համար որոշել է 5 օր ենթադրենք ծոմապահության մեջ լինի, իհարկե լավ է որ այդ 5 օրն էլ Աստծո հետ մտերմության մեջ լինի։
Դե մտերմությունը միշտ պետք է լինի, բայց հա, ավելի շեշտադրություն, ավելի այդ օրերը ինքը ավելի նպատակաուղղված, Խոսքի մեջ այո, խորանալու, հա։ այո։ Ճիշտ ասած շատ նման հարցերում, ասենք, թյուր հասկացություններ կան ժամանակի հետ կապված, մարդիկ նույնիսկ խեղճ մտանք են զգում, եթե ասենք հանկարծակի պահի տակ մոռացան ու մի բան կերան այդ ընթացքում։ Հայ այս դեպքում Այո, մենք պետքա, եթե ծոմապահություն ենք վերցել, հետևենք դրան։ Բայց եթե մարդը պատահաբար մի պահ մոռանալով կերավ, նես չի որ ինքը դժոխք է գնալու։ Կամ նես չի որ դանես մեղքա, էլ սրանից հետո ինքը Աստծո երեսը պիտի չտենա, Աստված նեղացավ։ Այս սա շատ մանկամիտ մտքեր է։ Հիմի պահիտակ եղավ, ոչ մի պետք չի մարդը մտածի, էդի վերջն է, ինքը անհավատարիմ մարդ է։ Բայց մի կողմից էլ պետք չի ասի, դե դրա մեջ ինչ կա, ու մեկ ուտի, մեկ չուտի։ Թեթևամիտ վերաբերմունք չունենա, հա։ Սենց բաները հենց ինքը մարդը մի X տարի հետո հասկանալու է, որ նույնիսկ եթե թեթևամիտ մոտենա, ինքը հասկանալու է, որ յանին բայց այլ անում եմ ինչի համար։ Ում համար եմ անում ես։ Այսինքն երկու ծայրեղություն կա, պետք է մարդը այդ երկու ծայրեղությունների մեջ չլինի։ Պահիտակ եղավ, դե ոչինչ, այդպես մեզի միշտ չի։ Իմ հետ պատահել է, որ ծոմապահության մեջ եմ եղել աշխատանքի տեղում, ինչ որ մեկի ծնունդն է եղել, ու բերել են, բաժանել են, ասենք, ինչ որ չմտածված, ուղղակի ավտոմատ։ Անկախ ինձանից հա վերցրել եմ, այսինքն հնարավոր է, մանավանդ ասենք աշխատանքային իհարկե ծոմապահության մեջ, բայց վերջը այդ աշխատանքային այդ բանի, հա, այդ առօրյայի մեջ ես էլի, ու պահիտակ, ասենք, կարող է։ Իմ կարծիքով որևէ բան չի փոխվում այդտեղ, ոչ մի բան։ Էլ եմ ասում, կարևորը այդ ֆոկուսն է, ու շատ ժամանակ չծախսես ուտելու, չգիտեմ, պատրաստելու ու աղոթների մեջ լինելու համար։ Այստեղ իմ կարծիքով ամենակարևորը, որ մենք հասկանանք, ասենք մարդիկ, այսօր հեռուստադիտողները մեր հասկանանք, որ Աստված չի կշռում գրամով մենք ինչքան ենք կերել, քանի ինչ ենք կերել, այստեղ զուտ նպատակը Աստծո հետ, Աստծուց կախված լինելու եւ այլն հոգեվոր արդյունքների Աստծո կամքը իմանալ տվյալ պահին շատ կարևոր է։ Կարող է մարդը ցանկացած իրավիճակում դիմել ծոմապահության, թե այն առավել նպատակահարմար է, երբ մարդը գտնում է ինչ-որ մի հատուկ իրավիճակի մեջ։ Դե ով է որոշում այդ հատուկ իրավիճակը որն է։ Եթե մարդու համար կարևոր է ինքը ընդունում է ուզում է ծոմ պահի, միայն լավ է։ Այսինքն պետք չէ որ մարդը լինի, ասենք, ինչ-որ մի դժբախտության մեջ, ինչ-որ մի փորձության մեջ, ինչ-որ մի փորձանքի մեջ եւ այլն։ Կարող է նույնիսկ այն ամենալավ պահին է մարդը ծոմ պահում։ Հա։ Այն որ ուրախություն է, այն լավ պահին զգում է, որ այ հիմա ես քանի sense լավ կամ այ հիմա ես Աստված ջան ինչ անեմ հաջորդ քայլը կամ կարա տարբեր լինի, ոչ մեկ էլ եմ կրկնում, ով է որոշում երբ պետքա պահի։ Հո եկեղեցում կամ հովը կամ ինչ որ մեկը պետք է չորոշի ինչ որ X եղբոր համար, այ դու այս ժամանակ կարաս պահես, այս ժամանակ չես կարա պահես, չկա այդ ձևը։ Այս ինչի համար էս հարցը տվեցեք, որ sense բան կա, մարդկանց մոտ ասոցիացիա կա, որ ասենք շատերը, չեմ ասում բոլորը, բայց շատերի մոտ կա, որ ինչ որ մի բան պիտի լինի, ինչ որ մի կարիք պիտի լինի, ինչ որ մի սուր իրավիճակ պիտի լինի, որ մարդը մտնի ծոմապահության մեջ։ Բայց փաստորեն գործիք է, որ մարդը կարա ամեն ժամանակ օգտագործի։ Ամեն ժամանակ, բայց էլի գալիս ենք այդ տեղը։ Նպատակը ո՞րն է այդ ծոմ պահելու։ Այսինքն, եթե ամեն ինչ լավ է, որևէ նպատակ չկա, որևէ կարիք չկա, ու մարդը ծոմ է պահում, ինչի համար։ Իսկ երբ Աստվածաշնչում Պողոս առաքյալը ասում է պարապվեք, հա, պարապվեք ծոմապահության մեջ կին ամուսին հարաբերության հետ կապված, այսի սրան ոնց նայենք, այսի ուղղակի, ասենք մարդը որոշում է առանձնանալու Աստծո հետ։ Դե sense տենես մարդու կյանքը, հոգևոր կյանքն են, որ միշտ կարիքներ ա լինում տարբեր տեսակի, որպեսզի իմանա Աստծո կամքը։ Ու այդ կոնտեքստը ասում է այն բնագավառում, որ
ինտիմ հարաբերությունները մի պահ որ դադարեցվեն, այն էլ երկուսով եթե համաձայնեն, անես չի օրինակ եթե տղամարդը պահում է ծոմ, կինը ոչ, ու տղամարդն ասում է կներես որևէ բան մեր մեջ չի կարա լինի, դա սխալ է։ Եթե կինն ու տղամարդը իրար հետ են որոշում դա անեն, այդ ժամանակ այո, իրանք մի պահ ինտիմ կյանքից հրաժարվում են, որ ծոմապահության մեջ լինեն։ Բայց էլի ասում եմ միանգամից մի որ հանգարց սատանան ձեզ չփորձի, հետ դառնակ, իհարկե սխալ քայլերը այստեղ կարան շատ վատ վերջ ունենան։ Ոչ պետք է մարդը շատ ծոմապահության մեջ, չգիտեմ, ուրիշ երանգներ փնտրի, ոչ էլ մարդը պետք է ամբողջովին հրաժարվի ծոմապահությունից, ասի էլի պետք է հաշ չուտեմ, էլի պետք է այդ ծայրահեղությունները պետք է չլինի։ Նպատակաուղղված սիրուն, ասենք, ինչի համար է, ու իհարկե լավ է միշտ որ մարդուկնիկ իրար հետ միաբան լինեն տենց հարցերում, բայց լինում է պահեր, որ չի լինում, ասենք, կինը ուզում է պահի, որոշակի խնդիրներ ունի, տղամարդը ոչ, այլ արդեն կինը պետքա չասի տղամարդուն, որ մեր մեջ որևէ ինտիմ հարաբերություն չի լինի, իրավունք չունի էդի։ Ոչ էլ տղամարդը իրավունք ունի։ Այստեղ որևէ տեղ չունի, երբ որ տղամարդը ասի ես եմ տան գլուխը, բան, տես բաներ, այսինքն սխալ է արդեն։ Ծոմապահության չարաշահում, այսպես ասած ծոմապահության անվան տակ, հա, չէ, չարաշահում հարաբերություններում։ Իրար պետք է չզրկեն գրածապարզ։ Անիմաստ է զրկելը, անիմաստ։ Բայց եթե երկուսը միաբան ծոմապահության մեջ է, ըստենց իրանք վերցնում են, օրինակ երբ որ եկեղեցով մենք ծոմապահության մեջ ենք մտնում, ամբողջ եկեղեցով, այդ օրերը իհարկե լավ է, որ ամուսինները որոշեն, որ աղոթքին են նվիրվում ու ասենք շատ այդպես բաներից հրաժարվեն։ Բայց էլի հետ դառնան, որ սատանան իրանց շատ բան ճանի են։ Ինչպես տարբերել Աստծուն հաճելի ծոմը սրբական արդարությունը ցուցադրելու կամ ինքնահաստատման փորձից։ Մարդը ոնց հասկանա, որ ասենք ոչ այնքան հոգևոր, նորահավատ փորձում է անելու, բայց որպեսզի նա չընկնի այդ ինքնահաստատման կամ ինքնաարդարացման Աստծո այդ ճյուղի մեջ չընկնի, այլ իրոք Աստծուն հաճելի ծոմի մեջ մտնի։ Ինձ թվում է դա վարժության պես է, դա աճելու պես բան է, նորավատը գալու է ճիշտ տեղը։ Հա։ Աստված թույլ չի տա, Աստված իրան բերելու է ճիշտ տեղը։ Իհարկե տենց էլեմենտներ կա, որ առաջի անգամ ծոմապահում, ասենք 3 օրով, ու ուրախանում է, որ ստացվեց իր մոտ, այսինքն իր մոտ ուրախությունը ոչ թե նպատակին հասնելն է, այդքան, ինչքան որ իր մոտ ստացվեց դա։ Դա նորմալ է։ Դա ոնց որ փոքր երեխան քայլում է, ու երբ որ նոր ու երբ որ ստացվում է, բոլորը ուրախանում են, ինքն էլ լավ զգում։ Բայց հետո քայլելը արդեն նպատակով է քայլում, այլ չի քայլում քայլելու համար։ Արդեն քայլում է այդա մի տեղ, քայլում է որ մի բան անի, հետա ուդի, վերջը։ Նույնը ծոմապահությունն է, եթե կա տես պահեր, դա այն սկզբի պահերն է, ու դա նորմալ է ինչ որտեղ։ Քիչ-քիչ Աստված էդի ճիշտ տեղա տանելու։ Եթե ամենակարևորը, որ մարդը Աստծո հետ հարաբերության մեջ է, կենթանի հարաբերություն ունի, Աստված ամեն ինչ իր տեղն է գցելու, նաև եկեղեցու միջոցով, նաև քարոզների ուսուցումների միջոցով մարդը գնելու է ճիշտ ունի մեջ։ Այո։ Պետք չի դրանից շատ ասել, եթե տես բան մեկ անի, դա բոլորս են կարող։ Դա այն этаպն է, որ անցնում ես, հետո հասկանում ես, որ ծոմ պահելով չի որ Աստծուն պետք է զարմացնես կամ բան ասենք, որևէ այդպես նպատակ էլ չկա։ Այո, կողի մարդիկ ասեցին ուռա, որ դու ծոմ ես պահել։ Ու վերջ Շատ ավելի հոգևոր ես դու։ Հա, բայց դու հասկանալու ես, որ դա չի հոգևորը։ Նույնիսկ Տեր Հիսուսը օրինակ է բերում այդ Փարիսեցու ու Մաքսավորի այդ աղոթքի պատմությունը, որ Փարիսեցին ասում էր ծոմ են պահում շաբաթը 2 անգամ, 10-րդ ընտրալ, այսինքն բաներ, որ ինչ անում էր իր իմիջիայլոց, եթե չեմ հիշում որտեղ է գրված Աստվածաշնչում,
Աստծո խոսքն ասում է, որ անում եք ձեր համար եք անում, որ չեք անում ձեր համար չեք անում։ Ուտում եք ձեր համար եք ուտում, չեք ուտում ձեր համար չեք ուտում։ Այսինքն դրանից ոչ Աստված մի հիանում է, մի ոչ էլ կզարմանա Աստված, ուզում ասեմ, էդի որևէ տենց էլի կարող կողի մարդիկ ասեն, այն ինչ լավ է, դու 10 օր կարացիր պահես, ապրես, բան, բայց որ 1-2 մարդ ինքն էլ է հասկանալու, որ այդ չէր նպատակը։ Նույնիսկ եթե դա պահեց, լավ է, բայց նպատակը Աստծո կամ կատարելն է։ Երանել են մարդը, հայտնություն առաջի գլուխ 3-րդ խոսք։ Երանել են մարդը, որ Աստծո գրվածը կարդում է, լսում է եւ կատարում է։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն այն հիմնական նպատակը մենք պետք է իմանանք ինչն է։ Այս բոլոր միջոցները, ասենք միջոցներ են։ Օրինակ մարդը ասում է ես աղոթում եմ ու որոշ ռեգուլյար ծոմապահության մեջ եմ օրը 8 ժամ։ Եթե ես դες բան լսեմ, ասում մեսի լուրջ ներդրում է։ Բայց լուրջ ներդրում է դա, լուրջ գործ է դա, բայց էլի ես էլ պետք է մտածեմ ու ինչի ես դու հասել։ Քո արդյունքը ինչ է։ Ասենք էդի դու արեցիր, որ ինչ լինի։ Ասենք 8 ժամ աղոթում ես, որ ինչ լինի, որ ինչին հասնես դու կամ ինչ նպատակ ունես դու։ Որտեվ աղոթելու համար դա անիմաստ է։ Իմ հաջորդ հարցն էր հետի, որ մարդը ծոմա վերցնում ինչ որ բանից հրաժարվելու համար, թե ինչ որ բանով լցվելու համար։ Իհարկե պետք է վերցնի, որ մի բանով լցվի, Աստծո կամքին մոտենա, կատարի, հասկանա, այդ պահին իմանա Աստծո ուղղությունը, որտեղ Աստված ուղղորդում։ Օրինակ Դավիթն էլ աչա գալի Աստծո մոտենում ասում է գնան պատերազմի, չգնան պատերազմի։ Այսինքն ուղղություն ա ուզում այդ պահին, ճիշտ, որ ինքը ճիշտ Աստծո ճանապարհի վրա լինի։ Կամ ուրիշ օրինակներ 5 կտակարանյան, թեկուզ նոր կտակարանյան։ Դա է իմաստը։ Իմաստը ինչ է, որ մարդը հայտարարի, որ ես շաբաթը 2 կամ 4 կամ ամեն օր ես ծոմապահության մեջ եմ։ Դուք պատկերացնում եք ամեն զատիկից առաջ ես ծոմ եմ պահում։ Ես ծոմ եմ պահում։ Ու ինչ է լինում, ասենք որ 40 օր կամ 20 օր կամ 21 օր կամ չգիտեմ, մի շաբաթ դու ծոմ պահեցիր։ Դու ասա ինչին հասար, ինչ եղավ քո հետ, դա է կարևոր։ Կարելի է ասել Արթուր, որ ընդհանրապես քրիստոնեության մեջ ըստ Աստծո խոսքի ընդունված բոլոր այսպես ասած այս գործիքները, դա լինի աղոթքը, դա լինի ծոմապահությունը, դա լինի փառաբանությունը, սրանք գործիքներ են զուտ մեր կյանքի փոփոխության, մեր կյանքի որակի փոփոխության համար։ Այսինքն մարդը այս տեսանկյունից պետք է նայ այս ամեն ինչին, քան թե ինչ որ մի բանը այս պահին արեց ու եթե Այո, մի քիչ կոպիտ օրինակ է, բայց շատ տեղին օրինակ է, վերցնենք ավտոմեքենան։ Դե բոլորս հասկանում ենք, որ ավտոմեքենան միջոց է, որ A կետից հասնես B կետ։ Ուրիշ բան չկա դեռ։ Բայց կան չէ, ու քիչ չեն մարդիկ, որ հիանում են ավտոմեքենա քշելով։ Հա։ Ահա։ Մարդը կարա հիանա, պարծենա, որ ինքը ինչ ձևի պարկինգ է անում։ Ինչ ձևա քշում, շատ ճիշտ ավտոյի մեջ շատ չես տատանվում, ինքս իրոք շատ հարթ է քշում, բայց ամեն դեպքում ավտոմեքենայի նպատակը A կետից հասնես B կետ։ Այսինքն ոնց էլ մարդը դա անի, աղոթքը, ծոմապահությունը, փառաբանությունը, ասենք մարդը առավոտից իրիկուն փառաբանության մեջ է, Աստծուն է փառաբանում, ու եթե իր վարքը համապատասխանում է դրան, հիանալի է։ Միակ գովելի է սա։ Այսինքն ինքը լավ ճիշտ հարաբերություն ունի մարդկանց հետ, Աստծո կամքի մեջ է ու կատարում է, ասենք, բայց եթե ինքը այդ փառաբանության մեջ է ու կոպտում է սրան, նրա հետ չի խոսում, նրա հետ աստվորներ դրա։ Արդյունքը շատ կարևոր է։ Նպատակը սա շատ կարևոր է։ Իհարկե, մարդը պետք է պարապի էլ ծոմապահության մեջ ու աղոթքի մեջ, իհարկե։ Ասենք մարզվի դրա։ Այո, ասենք մարդը չի կարում 10 րոպեից ավելի աղոթի։ Հա։ Դա պրոբլեմ է։ Այսինքն պետք է նպատակ դնի, որ ոչ, ես մնալու եմ միջև վերջ։ Օրինակ մենք ունենք երկրպագության երեկոներ կամ 24 ժամյա երկրպագության օրեր։ Դրա մեջ էլ մարդը պետք է պարապի։
Բայց նույնիսկ դրա մեջ պարապելով էլ արդյունքն է կարևոր։ Այսինքն ամեն ինչին պետք է ասենք ճիշտ վերաբերվես, արդեն ամեն ինչը գնում է իր տեղը։ Օրինակ, եթե այդ Փարիսեցին չնշեր այդ իր ծոմապահության օրերի քանակը բանը, որտեղ Աստված դրանով ոչ զմայլվում է, ոչ էլ հաճոյանում է իր համար ոչ մի բան։ Եթե Փարիսեցու սիրտը ճիշտ չի, եթե Փարիսեցին վերաբերում է ուրիշին զզվանքով, ոչ սիրով ու թվարկում է իր շքանշանները, ում է հետարքում է դի։ Ոչ մեկին չի հետարքում է դի։ Մանավանդ Աստծուն չի հետարքում։ Դրա համար եթե ինքը ասեր Տեր ջան, շնորհակալ եմ, որ ես վատն էի, հիմա լավն եմ դառել, թեկուս, այլ ոչ թե համատվել ուրիշների հետ, այլ ինքը իր հետ համատվելով։ Շնորհակալ եմ քեզ, որ իմ նմանին դու սարքում ես սենց, բայց դեռ ես էլ ավել եմ ուզում քեզ մոտենամ։ Էլ ինչ որտեղ էս աղոթքը վատ աղոթ չի։ Բայց երբ որ համատվում է ուրիշին ցածրացում է, ինքը իրան բարձրացնում է ու ինչ որ շքանշաններ է թվարկվում, Ինչքանացան պահում։ հա, ինչ Ինչքան չի ուտում, ինչ է ուտում, ինչ չի։ Եկեղեցում էլ է նույնը, այնպես չի որ մենակ Փարիսցին այդ Աստծո հետ է տենց։ Եկեղեցում էլ գիտես ես ինչեր եմ անում, քանի ժամ եմ ես աղոթում, գիտես ինչքան եմ ես սերտողության մեջ։ Լավ բաներ են, բայց վերջը պետք է քո կյանքում երևա, որ այդ լավ բանը որոշակի արդյունքներ է տալիս։ Այո։ Իմ վերջին հարցը կարող է ծոմը դառնալ վտանգավոր, եթե այն վերածվի օրենքի, պարտադրանքի կամ մեղքի զգացում առաջացնող բեռի։ Իհարկե։ Եթե դա բռնող, ասենք ստիպողաբար լինի, բռնանան մարդու վրա, որ դու պետք է ծոմ պահես, դա Կամ եթե չպահես, եթե չպահես, դա ոչ ճիշտ ուսմունք վարդապետություն կլինի, եթե մեկը այդ ձև բաներ սովորացնի վախի տակ, ասենք կամ վախցնելով կամ դա պարտադիր է, այդ կարա բերի վատ հետևանքների։ Մարդը կարա զզվի, մարդը կարա տհաճ ձևով դա անի։ Դա պետքա լինի իր ցանկությամբ։ Բայց նաև գիտակցի, որ դրա մեջ պետքա ինքը պարապի, դրա մեջ պետքա ինքը լինի։ Դա կարևոր միջոց է։ Իհարկե դու կարաս այդ միջոցը չօգտագործես ու նման շատ բաներ կա որ կարաս չօգտագործես, օրինակ շնորհի նվերները մարդը կարա չօգտագործի, բայց ավելի ոչ էֆեկտիվ ալնելու իր ծառայությունը։ Եթե դու ունես լավ գործիք ու դու գործ ես անում, չես օգտագործում, մատերով ես չանգրում, օրհնություններից կզրկվի ու դու նախ քո գործը ուշելու, մատերդ ես վնասելու, եթե գործիքով աշխատի։ Ավելի էֆեկտիվ ալնելու, ավելի լավ ալնելու, բայց երբևիցե մարդը պետք է չհպարտանա, չբանանի, որ դες գործիք ունեմ։ Այդ գործիքն է նվերը աստվածտրես, ու մոտ ես դու։ Այո։ Շնորհակալ եմ Հովև Արտուր։ Սիրելիներս, այսքանով վերջացնենք մեր հաղորդումը։ Հույսով ենք, որ կարողացանք պատասխանել ձեր որոշ հարցերին, ձեզ հետաքրքրող որոշ հարցերին։ Հետևեք մեր հաղորդումներին, եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։ Տերորդ